Մենք ուզում ենք ազգային ժողովում հարց ստացվի, թե ինչու եւ էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր Նայիրի գործարանի համար մրցույթ, տենդեր էր հայտարարել եւ մինչեւ հունվարի 20-ը պետք է ներկայացնեին հաստատները տենդերին մասնակցողները, հանկարծ վերցնում են եւ սննկացման գործընթացը առաջ են գցում, որովհետեւ դա էլ պիտի տեղի ունենար, դատը պիտի տեղի ունենար հունվարի 25-ին։ Առաջ են գցում եւ անմիջապես սնանկ է ճանաչում գործարանը։ Ուզում ենք հասկանանք ինչի է դա այդպես։ Եթե տենդեր էր հայտարարված, թույլ տային մարդիկ կազմակերպությունները մասնակցեին տենդերին։ Բայց կառավարությունը նաեւ նայրիցիները ասացին, որ ներդրողներ կան հնարավորություն փոխանակ ներդրողների հետ բանակցեին, փոխանակ իրեք ներդրողների հետ բանակցեին, փոխանակ հասկանային այդ ներդրողները ինչ են ուզում, իրենք իրենց պահանջները ներկայացնեն, ներդրողը իր պահանջը ներկայացնեն, իրենք Նայիրիտը հանկարծ վերցնում են ու սնանկ են ճանաչում։ Եվ նաև նույնիսկ ես ինչքան տեղյակ եմ, կառավարիչներ են նշանակված։ Եվ նույնիսկ նշանակել են արդեն կառավարիչ եւ բանը ինչումն է ջեկին Նայիրիտ գործարանը ավելի մեծ պարտքեր ունի քան հեցին եւ հանկարծ հեցի պահանջով սնանկ են հայտարարում Նայիրիտ գործարանը այն շեմին երբ որ պիտի տենդեր լիներ պատրաստվում եք նայիրիցների խնդիրը կարճացնել մենք մշտապես հայկական վերածնունդ կուսակցությունը հետևողական է եղել նայիրիցների քանի որ մենք մշտապես կարևորել ենք աշխատատեղերի խնդիրը լուծել, որտեղ նայիրիցը կարող է լինել սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծել, դա կարող է լինել մեր տնտեսության ողնաշարը եւ այնուամենայնիվ հետևողական լինելով նաեւ մենք շրջանառության մեջ ենք դրել նախագիծ նայիրիցիների ասենք այդ խնդիրներով վերաբերվող նախագիծ եւ այնուամենայնիվ այսօր ես սիրով մենք մեր խմբակցության կողմից հնչեցրել է հարցը եւ բարձրաբանումը դուք կհետևեք մամուլին եւ լսեք։ Շատ կարևոր է, այո, շատ կարևոր է նայիրիցիների հարցը լուծել, իհարկե դա անընդունելի է սնանկ ճանաչել մի հզոր գործարան, որը սովետական համակարգի ժամանակ լուծել է բազմաթիվ, ասենք, ընտանիքների խնդիրներ, սոցիալական, ասենք, վիճակը, կարծում եմ այսօր կարող է դրական արդյունք։ Մենք միանշանակ կանդրադառնանք, այո։ Ուրիշ խնդիր ունեք, որ կարող եք բացի դից սնանկ ճանաչելու խնդիրն եք, չէ՞ հիմա։ Դե այո, ուզում ենք կառավարությունում ազգային ժողովում այդ հարցը հնչեցվի։ խնդիրը վերագործարկման հարցն է, ցանկալի է։ Եթե պետքապարտատերերն իրենց վարկեր ուզեն։ Վարկերն ուզեն նշանակում է գործարանը մասնատել։ Մեր բախն ու ցավը դա է միայն, ուրիշ ոչ ոք։ Քննարկումը ավարտվել է, բյուջեի չի եկել։ Հարց ու պատասխանի կգա։ Եղավ, շատ սիրով կբարձրաձայնենք, շնորհակալություն։ Ուղղակի շատ ենք խնդրում։ Հետևողական եղել ենք, լինելու ենք, հավատացեք։ 3000 հարց սպասում է լավ պատասխանի։ Կարծում եմ Չէ, ալիքով չէ, մամուլի թումը։ Այո, բաղը ժամը 1-ին։ Գազիկնի տատանումը, որ կողմանան լինելու և փորձ։ Դա ոչ ճիշտ կառավարումն ասում է, վարչապետը պետք է ներդրողի պայմանագիր կապի, 10 տարի հետո կամ 5 տարի հետո հանրապետությունը էներգակիրները ինչ դիման, դա ինչի համաձայն պարտավոր, դրանք նրա այսինքն այսօր մենք ունենք արտագաղթ, ունենք արդեն ժողովրդական խնդիրների, լուրջ խնդիրների մենք բախվել, արտագաղթում ամեն երկրի դարձի երիտասարդը, ազգային դավաճանություն է։ Սա ազգային դավաճանություն է։ Մի արտագաղթեք ամեն Գործարանական ընտրությունները շատ հեռու չեն։ Ես կարծում եմ, որ Ժորժ իրենց արտարացի ԿՎ-ով կձևավորի
Ժողովուրդը եթե իսկապես ինքը մասնակցի, թվեն կձևավորվի ճիշտ իշխանություն։ Ես ձեզ հավատացնում եմ, որ ընտրություններով մեր մոտ կարող է իսկապես ձևավորվի 25 տարի, ես կոմունիստական կուսակցության ժամանակ չեմ ասում, մենք 25 տարի տեսնում ենք, որ ընտրություններով ոչինչ չի փոխվում։ Ասում եմ ձեզ, որ ժողովուրդը բավականին արդեն հասկանում է, քաղաքականությամբ հետաքրքրվում է, խորապես գիտակցում է այսօրվա իրավիճակը եւ ընտրակաշարքը ոչ մի իրավիճակ չի փոխում, չեն վերցնում, գեղեցիկներ չեն լինելու։ Մեր գեղեցիկները յուրաքանչյուրը ձեր տեղամասում եղեք, պայքարեք, որ չլինի։ Դուք ինչ եք անելու, որպեսզի ընտրակեղծիքները Մենք ունենք հանձնաժողովի անդամներ, վստահված անձներ, որ մեր համար շատ վստահելի մարդիկ են, նրանք ամեն ինչ անել են, որ ընտրակեղծիք ոչ եմ անում, յուրաքանչյուրը եղեք, եթե դրա խնդիրն է, եղեք հանձնաժողովի անդամներ, վստահված անձներ, պայքարի, որտեղ այդ ընտրությունը մերը չի, քաղաքական ուժերի չէ, բոլորիդ դա։ Եթե ուզում եք իսկապես արդար տապացիկ ընտրություն ներկրավեք, բայց իմ ընտրությունները ցույց տվեցին, որ նույնը կրկնվել է։ Ճիշտ է, դուք ես տեղյակ եմ, որ դուք ինչ-որ տեղերում հաղթանակներ, հաջողություններ ունեցաք, բավականին հաջողություններ ունեցաք, բայց միևնույնն է, մեծ քաղաքներում Գյումրին եւ Վանաձորը եկան ապացուցելու, որ նույնը կրկնվել է։ Չէ, հավատացնում եմ ձեզ, տեսեք Վանաձորում, եթե դուք Գյումրին Վանաձորը անդրադարձեք, ես ասեմ ձեզ, որ այնտեղ հանդիպությունը բավական մեծ տոկոս հավաքեց, այսօր Վանաձորում գործով սենց ասած ընդերված քաղաքապետը չունի, ասենք, համապատասխան մանդատ, մեծամասնություն, որ կարողանա բյութի հաստատել նստել։ Ամեն դեպքում ես ձեզ հավատացնում եմ, որ դուք կարող եք համախմբվել, ձեր միասնական հայացքները համախմբելով կարող եք Մենք հուսանք, որ եղեք, որ մենք ձեր հարցը բարձրացնենք։ Նայրիցների թեմայով մենք հանդիպեցինք, բայց արդեն գնացինք, որտեղ խնդիրը հասկանում եմ, անանք ստացվում է կողմից հավատացեք ձեզ։ Ամեն դեպքում նայրիցին ձեզ հավատում։ Այո, մենք էլ վստահաբար հայ մեր գործերը ստացվելու էր, ռուս եկան գա մեյդան, դուշ տարին նրանց գնացին։ Ինչու՞մն է գործ եկեն եք ստե գլուխ ենք ծեծում, ասում ենք հավաքվենք, այս անենք գնանք։ Մեր ձեռը ոչ մի բան չկա։ Մեզ նորմալ կառավարություն է պետք, մեզ նորմալ վարչապետ է պետք, որ մտածի մեր ժողովրդի մասին։ Իմ երեխեքը ծառայել են բանակում, պատերազմին, ես ծառայել եմ, ես ափսեր եմ, աստապքի ծառայել եմ, նայիտում եմ աշխատում։ Ինչի ես պետք է թողեմ ես հողը, ես թողեմ այդ ամերանամ ստեից։ Ինչի համար։ Մի հոգի կարողանում է գա 2-3 միլիոն ժողովրդին որպեսզի ղեկավարի, որ այդ մարդիկ տելևիզորով լավ հեռուստացույց լավ ելույթ ունեն։ Գիտեք ինչ կա, աղքատությունը այսքան վերացավ, արտադրությունները այսքան բանը այսքան եկամուտ 2%-ի բոլորը սուտ է բոլորը։ Հիմի ժողովրդի չես կարա խաբես, հնարավոր չի։ Թող կանգնեն, քասար խոսան մարդավարի ասեն, հարգելի նայրիցիներ, ձեր գործարանը աշխատելու է կամ չի աշխատելու։ Եթե աշխատելու է, աշխատացրեք։ Եթե չի աշխատելու, հաջողություն չէ, սնանք ճանաչեք, երկաթա ինչ որ կա ծախի իմ փողը, իմ տուժուտուկա գտուր, ես թողեմ գնամ։ Նախագահ երկրապահների մի համագումարում Նախագահը մի քանի օր առաջ էլ ասեց իրանց ՀՀԿ համագումարում, որ եթե չլինեն սադրիչներ, Նայրիտ գործարանի ՀՀԿ-ին էլ ասեց, ՀՀԿ-ին էլ ասեց։ Հարգելի նայրիցիներ, ձեր խնդիրը ինձ համար շատ ասեք պարզ է, մենք ազգային ժողովում այսօր հարց ու պատասխանի կհնչեցնենք։ Պարզապես մի հատ հարց է, ուզում աշխատի Նայրիտը։ Աշխատունակ Նայրիտը ինչի չեն ուզում աշխատել։ Այդ մի բաց հարցի Դուք հետևեք հարց ու պատասխան։ Մենք հետևողական ենք եղել, շարունակել ենք մեր հետևողական աշխատանքը։ Այ մարդիկ եղել է, չեղել, գնացել է, պրծել է, մենք ուզում ենք նոր Նայրիտը։
Ոչ մի բան, բայց չի բերես, մենք ուզում ենք աշխատենք։ Լավ գիտեք, ինչ բան արել Հանանի մասին մենք գիտենք ինչի չեն ուզում, բայց Ինչի չեն ուզում։ չեն ուզում։ Այսինքն չեն ուզում, որ արտագաղթեն, աշխատանք չունենան, սոցիալական վիճակը վատանա։ Դե չէ, գործերը որ չեն ուզում, որ մեզ են տակից եսի մինչև դուրս գամ։ Մեզ պետք չէ տակ եղածը, մեզ պետք է այսօրվա նայել։ Ով է թալանի դրա տակից դա է դուրս գալիս։ Ով է թալանի Ինչու՞ չէ, դե բանը մի դե Եք տեսնեք, որ մշտապես ասում Ասում են մտածում չկա։ Հիմա դրա համար խորհրդանոց աշխատատեղեր գոյություն չունեն, լավ մասնակցել եւ բաց է կայքեները Հայաստանը, ինձ տալու բանը առանց կայքի արտադրության։ Նախադրած